Ողջույն, այսօր մի շատ հետաքրքիր պատմություն ես լսելու, լավ տեղավորվիր և ուշադիր լսիր։ Ձիերը դեպի արքայի դղյակ տանող ճանապարհին էին։ Տեղատարապ անձրև էր, սայլը հազիվ կանգ առավ, երբ Աքաբ թագավորը դուրս ցատկեց և դեպի պալատ շտապեց։ Հեզաբել, չես պատկերացնի, թե ինչ է պատահել այսօր։ Երկնքից կրակ իջավ, բոլորը տեսան, որ Եղիայի Աստվածն է ճշմարիտ Աստվածը։ Բաղը չօգնեց, և բոլոր նրան երկրպագողները մեռած են։ Թագուհին լսեց յուրաքանչյուր բառ։ Արդյոք այս խոսքերը կամ անձրևը համոզեցին նրան, որ Տերն է Աստված։ Ոչ, նա շատ զայրացավ, երբ լսեց այդ ամենը։ Ես սպանելու եմ Եղիային։ Երբ Եղիան լսեց, որ թագուհին ցանկանում է սպանել իրեն, փախավ։ Նա իր ամբողջ կյանքի ընթացքում այդքան արագ չէր վազել։ Նա մոտավորապես 201 կիլոմետր վազեց։ Նույնիսկ այդ պահին նա ապահով չէր, և նա շարունակեց վազել դեպի հարավ։ Նրա վախը իրեն տարավ դեպի անապատ։ Ինչ ես անում դու, երբ վախեցած ես։ Աստված այստեղ է։ Եղիան միշտ թույլ էր տալիս, որ Աստված առաջնորդի իրեն։ Սակայն այս անգամ նա թույլ տվեց, որ իր վախն առաջնորդի իրեն։ Երբ նա այլևս մեկ քայլ անգամ չէր կարողանում անել, նստեց մի ծառի տակ և աղոթեց. Տեր, այլևս չեմ կարող, թույլ տուր մեռնել։ Աստված այնտեղ էր, սակայն նա Եղիայի աղոթքին չասաց այո։ Աստված Եղիային քուն տվեց, ապա հրեշտակ ուղարկեց, որ արթնացնի նրան։ Եղիա, վեր կաց, խմիր և մի բան կեր։ Եղիան բացեց աչքերն ու շուրջը նայեց։ Նա իր դիմաց կուժով ջուր և ածխով եփված հաց տեսավ։ Հրաշալի համ ուներ։ Եվ Եղիան նորից քնեց, և նույն բանը նորից կատարվեց։ Աստված այնտեղ էր։ Աստծո ծառան հասկացավ այս ճշմարտությունը, երբ տեսավ այն սերը, որը հոգ էր տանում իր մասին, մինչ անապատում էր։ Այժմ նա նորից կարող էր լսել Աստծո ձայնը, և նոր պատվերով նա հետ գնաց։ Աստված այստեղ է, դու նույնպես չպետք է վախենաս։ Ես ցանկանում եմ քեզ քաջալերել Աստվածաշնչյան այս համարով։ Տերն իմ լույսն է ու փրկությունը, ես ումից պետք է վախենամ։ Տերն իմ կյանքի զորությունն է, ես ումից պիտի սարսափեմ։ Սաղմոս 27:1։ Մեզ հետ կարող ես կապվել hypocric@gmail.com հասցեով։ Կրկնում եմ HAYPOQRIK@gmail.com։ Կհանդիպենք հաջորդ թողարկմանը։ Ձեզ հետ է և Նիկեն։